Այժմ տեսնենք ինչն է խանգարում ջրհոսների առաջ խաղացմանը սիրային հարցերում, աշխատանքում, կարիերայում եւ ֆինանսներում։ Ջրհոսներն, ովքեր գոհ են իրենց անձնական կյանքից, իրենց կարիերայից եւ ֆինանսներից, դժվարանում եմ հավատալ, որ կան այդպիսի մարդիկ, ուզում է ջրհոս լինեն, ուզում է չլինեն, որ ամեն ինչից միշտ բավարարված լինեն, այդպես չի լինում։ Նույնիսկ ամենահարուստ մարդիկ ուզում են ավելի հարստանալ, ամենահաջողակ մարդիկ միշտ մտածում են իրենց ինչ-որ բան չի բավարարում, բայց ամեն դեպքում որևէ ասպարեզում, եթե դուք հաջողակ եք, ուրեմն դա ձեզ չի վերաբերում։ Ես ուզում եմ կարտերով օգնել խորհուրդ տալ այն մարդկանց, ովքեր հաջողություն չունեն, առաջխաղացում չունեն որևէ ասպարեզում, եւ տեսնենք ինչով կարող ենք իրենց օգնել։ Եթե դուք ոչինչ չեք անում, բնականաբար չեք կարող ունենալ հաջողություն, բայց եթե անում եք, ջանքեր ներդնում եք եւ հաջողություն չի լինում, ապա տեսնենք ինչ է։ Ինչու չի լինում։ Ինչն է խանգարում։ Անձնական սիրային հարցերում, աշխատանքում, կարիերայում եւ ֆինանսներում։ Շատ են թագավորներ դուրս գալիս, այսօր շատ հետաքրքիր է։ Տեսնում եմ թագավորի կերպարը ջրհոսների համար։ Միգուցե ջրհոսները թագավոր են փնտրում։ Կամ իրենք են իրենց երևակայում թագավոր։ Այսինքն տեսեք, մարդիկ, որ շատ չափից ավել ինքնավստահ են։ Թագուհուն թագավորի ներողություն, թագավորին պետք է թագուհի։ Թագավորը չի կարող գնալ, ասենք, չգիտեմ, հասարակ կանանց եւ աղջիկների հետ ամուսնանալ, անձնական կյանքը, լուրջ հարաբերություններ կառուցել, ճիշտ է։ Թագավորի միայն պետք է գտնել թագուհի։ Շատ դժվար կներ, եթե դուք միանգամից ձեզ զգում եք թագավորի կարգավիճակում, տղամարդիկ, շատ դժվար կլինի ձեզ համար թագուհի գտնելը։ Դրա համար դուք այսպես դժվարությամբ կգտնեք եւ անհաջողություններ կունենաք, որտեղ ամեն անգամ կմոտենաք միգուցե շատ գեղեցիկ աղջկա, կպարզվի շատ գեղեցիկ աղջիկը բավականին անուղեղ է։ Ես չեմ ասում բոլորն այդպեսին են, իսկ ճիշտ հասկացեք։ Պարզապես միշտ չի, որ շատ գեղեցիկը նշանակում է նաեւ թագուհի, բոլորովին։ Նշանակում է գեղեցիկ։ Շատ խելացի, բայց դա արտաքինով ձեզ չի համապատասխանում, չգիտեմ, ինչ եք դուք փնտրում։ Ամեն դեպքում թագավոր ձեզ պատկերացնելը, թագուհի գտնելը չափից ավել մեծ ակնկալիքներ ունեք։ Դե դուք ինքներդ էլ ձեզ չափից ավել բարձր եք դասում, հա։ Կան արդյոք թագավորներ, ես չգիտեմ, բացի դրանից ձեզ պետք է ինչ-որ մեկը թագավոր երևի դարձնի, չէ, դուք ինքներդ ձեզ այսպես տեսնում եք գահին նստած, դժվար կլինի ձեզ համար ձեր կյանքը դասավորել, որտեղ թագավորները եւ թագուհիները երևի ամենադժբախտ մարդիկ են եղել։ Մեզ թվում է, թե թագավոր, թագուհի ամեն ինչ ունեն, կարող է ամեն ինչ ունենան, բայց երևի թե միշտ չէ, որ անձնական կյանքում եղել են երջանիկ։ Եվ կանանց է վերաբերում, եւ տղամարդկանց։ Եթե կանայք իրենց երևակայում են թագուհի եւ պետք է ինչ-որ մեկը, չգիտեմ, գա եւ իրենց գրավի, տղամարդիկ էլ անպայման պետք է թագուհի լինի, չափից ավել մեծ եք, բարձր եք դասում ինքներդ ձեզ եւ չափից ավել մեծ ակնկալիքներ ունեք ձեր, չգիտեմ, հարաբերություններից հակառակ սեռի հետ։ Այսինքն մի քիչ պետք է երևի զուսպ լինել, մի քիչ պետք է գահից իջնել, հասկանալ, որ դուք սովորական մահկանացու եք, հասարակ մարդիկ ինչպես բոլորս, եւ միգուցե հասարակ մարդկանց մեջ գտնեք ձեզ հետաքրքիր կանայք եւ տղամարդիկ։ Հարգելիներ, սա ես ինքս չեմ ասում բոլորովին, ճիշտն ասած, ես ասում տեսնում ինչ-որ կարդեմ։ Ես թագավոր եմ տեսնում։ Թագավորի համար շատ դժվար է լինելու գտնել իրեն համապատասխան զույգի։ Հասկանում եք, որտեվ Էլի եմ ասում, ցանկացած թագավոր, թագուհի կարգավիճակները դրանք կյանքի փորձով դուք պետք է ձեռք բերեք, կարգավիճակ պետք է ձեռք բերեք, կյանքի փորձով հասնեք դրան։ Եվ այդ դեպքում դուք եթե արդեն ամեն ինչի հասել եք, դուք պետք է լինեք կյանքից շատ բավարարված։ Եթե մյուս կողմից ես այստեղ տեսնում եմ տարիքով հասուն մարդ, որը բավականին ամեն ինչի հասել է, ջրհոսը, եւ շատ բանի կյանքում հասել է, եւ կյանքի փորձ ունի, եւ ամեն ինչ ունեցել է, պարզապես չի գտնում իր կյանքի ընկերուհուն։ Էլի եմ ասում, սխալ տեղ եք փնտրում։ Եթե դուք թագուհի եք փնտրում, կարող է եւ չգտնեք, բայց կարող է լինել շատ հասարակ, մի շատ լավ աղջիկ, որն իրականում, չգիտեմ, կարող է այսպես ստվեր գցել ցանկացած թագուհու վրա։ Ես այդպես կարող եմ ասել։ Դուք պետք է եւի ձեր գահից իջնեք, հարգելի ջրհոսներ, լինի կին թե լինի տղամարդ, նշանակություն չունի։ Մի քիչ շատ ավելի այսպես բարձրից եք նայում մարդկանց, շատ ավելի մեծ ակնկալիքներ ունեք եւ դրա համար էլ երևի թե չի ստացվում ձեր անձնական կյանքը։ Աշխատանքում տեսնում եմ ջահերի տուզը։ Տուզը արդեն շատ լավ է։ Ունեք նպատակներ, ունեք ցանկություններ, բայց եթե ձեզ խանգարում է, ուրեմն ճիշտ վայրում չէ ձեր այս մեծ գաղափարը, տեսնում եմ մեծ գաղափար ունեք, մինչև նպատակին հասնել ունեք շատ մեծ, տեսնում եք շատ մեծ գաղափար, սա նոր գաղափարն է, միգուցե անդադ նոր գաղափար եք ունենում, գնում եք այդ գաղափարի ետևից
բայց չեք հասնում նպատակին մինչև վերջ, նոր գաղափար է ծնում։ Հետո մյուս գաղափարին ձեզ ոգևորվում եք, ձեզ թվում է, թե սա վերջապես այն ինչ որ ես ուզում եմ, գնում եք գաղափարի ետևից, ժամանակ եք վատնում, ջանքեր եք ներդնում, հետո հասկանում եք, որ չէ, երևի սա էլ այն չէ։ Ինձ թվում է, որ դուք ուղղակի կիսատ եք թողնում ձեր նպատակները, անընդհատ նոր նպատակ ունեք։ Եվ անդադ ձեզ թվում է, թե սա այն կարևոր նպատակն է, որ դուք ուզում եք վերջապես, բայց այդպես էլ ոչ մի բանի չեք հասնում։ Որովհետև մենք նայում ենք վերջապես ինչու հաջողության չեք հասնում, ինչն է խանգարում։ Տեսնում եք, եթե նայում ենք նկարին, ջահը, գավազանը, չէ, գավազան լինում է թագավորի ձեռքում որպես կանոն։ Որտեղ է։ Գետնի։ Գետնում, գետինը որտեղ է։ Ինչ որ չգիտեմ, փողոցում ինչ որ միտեղ, անտառի մոտ, ինչ որ, այսինքն ճիշտ տեղում պետք է։ Գավազանը պետք է լինի, չգիտեմ, թագավորի ձեռքում, պետք է լինի, չգիտեմ, հրաշագործի ձեռքում միգուցե, այսինքն սխալ տեղում են ձեր նպատակները։ Դուք անդադ սխալ նպատակներ եք դնում ձեր առջև եւ ոչ մի նպատակ մինչեւ վերջ չեք հասցնում։ Մինչեւ վերջ չի, նպատակին չեք կարողանում հասցնել։ Ես ամեն դեպքում այդպես եմ տեսնում։ Պետք է նպատակը ունենալ, վերջին նպատակին հասցնել, նոր գնալ միգուցե մեկ այլ նպատակի ետևից։ Եթե ձեր նպատակներ ինչ որ անում եք, ջանքեր ներդնում եք եւ մինչեւ վերջ չեք գնում, որովհետեւ ես էլ եմ կարծում, գաղափարը լավն է, դու կարող եք գնալ եւ փորձել նպատակին հասնել, որովհետեւ շատ ազատ մտածող են, շատ հնարամիտ են, կրեատիվ են իրականում ջրհոսները, շատ բայց ինձ թվում է իրենց էնտուզիազմը շատ կարճ է տևում, ոգևորվում են ինչ-որ մի նոր նպատակով, մի նոր գաղափարի ետևից այսպես ֆանատիկորեն ընդ որում կարող են ինչ-որ գաղափարի ետևից գնալ, իսկ հետո հետաքրքրությունը կորցնում են, բայց իրենց անդադ մի նոր գաղափար է պետք, իրենք այդպես են կարողանում իրենց ազատությունը եւ աշխուժությունը դրսեւորել, բայց վերջնական նպատակ կարող է այդպես էլ ոչ մի նպատակի չհասնել, կարող է աշխատանքում կամ կարիերայում այդպես լինել անհաջողությունը, եթե կան ջրհոսներ, որոնք անհաջող են իրենց զգում, որովհետեւ ձեր էնտուզիազմը կորում է եւ դուք անդադ նոր գաղափարի հետևից եք գնում։ Իսկ ինչու չեմ կարող ասել, ամեն ջրհոս ինքը իր համար պետք է պարզի։ Եվ երրորդը տեսնում եմ ֆինանսները։ Ֆինանսներում տեսնում եմ այսպես զվարճացող մարդկանց։ Ինձ թվում է ջրհոսները, եթե ունեն խնդիրներ ֆինանսների հետ, դե խնդիրներ նկատի չունեմ դուք ֆինանսական ճգնաժամի մեջ եք, այլ նկատի ունեմ ֆինանսները ավելացնելու կամ, չգիտեմ, հարստություն կուտակելու խնդիր կարող է լինել, որովհետև ջրհոսները սիրում են շատ լավ ժամանակ անցկացնել, էլի եմ ասում, սրանք ամենաազատամիտ, ամենաազատ մարդիկ են, սիրում են շարժվել ժամանակի հետ, նորամուծություններ են սիրում եւ բնականաբար սիրում են ծախսել եւ զվարճանալ։ Շատ ընկերասեր են ջրհոսները, շատ, իրենք միշտ լավ ընկերներ են ունենում եւ շատ ընկերներ են ունենում, ընդ որում ջրհոսները չեն սիրում մենակ, իրենք սիրում են ընկերական շրջապատ, այո, եւ սիրում են իրենց միշտ շրջապատված լինել մարդկանցով, իրենց շրջապատել, այո, շատ ընկերներով, շատ մարդկանցով։ Նույնիսկ եթե իրենք բոլորի հետ ընկեր չեն, իրենք սիրում են մարդկանցով շրջապատված լինել, սիրում են զվարճանալ, ժամանակ անցկացնել, իսկ այդ բոլորը ծախս է պահանջում։ Դրա համար ես կարծում եմ մի քիչ շատ են զվարճանում ջրհոսները, լավ են անում, մարդիկ վայելում են իրենց ժամանակը, բայց երևի թե ծախսերը մի քիչ ավելի շատ են։ Դա կարող է լինել խնդիր ջրհոսների համար գումարներ կուտակելու։